Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին, համաձայնելով այն իրադարձություններին, որը հիմա կատարվում է։ Այդքան բան ուզում ենք մի վայրկյան շուտ իր անազատության մեջ տեսնենք, որ համաձայնեն իր ամեն մի ասած տալ։ Ասում են սահմանադրական կարգի տապալման մեջ են նրան մեղադրում Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խառնվել։ Որ տասնամյակներով ինքը հայ մեր կողքն է եղել, դրա մասին չենք ուզում խոսալ։ Մենք իրավաբանությունը չենք հասկանում, մենք չգիտենք այդ այն ինչ որ դուք ասում եք, մենք գիտենք մի բան, որ մենք եկել ենք մեծանուն հայ կողքը լինելու համար, մարդ, որը որ տասնամյակներով եղել է մեր երկրի անկախության, պատերազմի եւ այսինքն մեր համար սա համարժեքա քրքրքորյանը եթե կենթանի լիներ, իրաց ինչ-որ մի բան կատարվեր, մենք կներենք իր կողքը։ Զուտ է, մեծանուն հայի կողքը։ Այսինքն մենք ոչ իրավաբան չենք, մենք ոչ բան, մենք զուտ եկել ենք մեր մեծանուն հայի կողքը լինելու այդքանը։ Այսինքն դուք կիսում եք իր բոլոր ասածները, որը նա երեք եկեղեցու վերաբերյալ է հայտնել։ Մենք անկեղծ ասած այդպես ուշադրի չենք եղել։ Մեր ուշադրությունը գրավել է այն փաստը, որ մեծանուն հայը այսօր դիտում է կարելի ասել անազատության մեջ։ Ու մենք գնանք այդ աջակցությունը հայտնենք, թե մենք այդքան շատ չենք խորացել, ամեն ինչի մեջ ենք կարծացել, որովհետև ապահովականացված ենք, բայց քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ռազմիկի ներկայությունը դա ժեստ է, նորից եմ ուզում կրկնել, մեծանուն հայի կողքին լինելը, դա մեր համար զուտ պարտականություն է։ Իսկ վերջին շրջանում եկեղեցու նկատմամբ իշխանության կողմից նմանօրինակ դրսևորումները ինչպես եք գնահատում։ Ես կարծում եմ պարոն Կարապետյանի մոտեցումը, եթե ես նրա ասածի հետ համաձայնեմ, այդ ամեն ինչ ասում է։ Ես միայն իրան եմ լսում։ Չգիտեմ, կարծում այո, հասկանում եմ եկեղեցու ազգի ոչ թե ինչ-որ պրինցիպների կամ քաղաքական ինչ-որ ուղղվածությունների վրա բացած է։